Շենքի բնակիչները մեր տարիներ բողոք էին, որ ջուր չունին, ջրի չկա։ 18 շենքի միայն մեկ մուտքի 12 բնակարանում ջուր չեն ունեցել։ Մի քանի օր անջուր մնալուց հետո համատիրությունն է պարզել, որ ջրագիծն է վթարված ու սկսել են բնակիչներով ու համատիրության աշխատակիցներով վթարի տեղը որոնել։ 2-3 ամիս առաջ այնտեղ քանդեցին, փորեցին, ստուգեցին, որ ճշումը քիչ է, բայց հետո արդեն ստեղ տեսանք, որ դիդահորի մեջը բացեցին, որ կոյուղու գծից մաքուր խմելու ջուր կա։ Այսինքն ջուրը պայթել է շենքի տակը։ Հենց ուղակի եւ ուղիղ իմաստով շենքի տակով են անցնում խմելու ջրի եւ կոյուղատար ցանցերը, էլեկտրական մալուխները։ 2010 թվականին կառուցված տասնյակ շենքեր նկուղներ չունեն, իսկ անտեսանելի կոմունիկացիոն ցանցերը շենքերի տակով են անցնում։ Ուրեմն եւ հասկանալի է, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ ցանցերից մեկում վթար է գրանցվում։ Բնակարանի հատակը, շքամուտքերը փորելու դեպքեր այս շենքերում ինչքան ասես եղել են։ 15 տարի անց էլ բան չի փոխվել։ 2 օր է 18 շենքի տակն են փորում համատիրության եւ ջրմուղի բրիգադները։ Փորել էին այնքան, որ հասել էին մինչև հիմքերին։ Բարի բուն իմաստով շենքի տակ տրակտոր էր մտել։ Ամբողջ կավահող է լծած, սովորական հողել չէ, կավահող է, զիբիլը հետը, ու այդ կավահողը լրիվ ամբողջությամբ խոնավ, դա հնարավոր չէր ձեռքով անել։ Գնում է բայերին, խնդրել են տեխնիկայով այդ տեխնիկան մտել է մուտքի միջից հանել է հողը։ Վերևից անձրև է, իսկ ներքևում թաց հողը բարդացրել էին վթարավերացման աշխատանքները, փորվածքի խորությունը պատկերացնելու համար ասենք, որ տրակտորը մինչև երկրորդ հարկ բարձրացող աստիճանների տակ է հասել։ Ջրմուղի աշխատողներին զարմացրել է շինարարի կատարած անորակ գործը։ Մի կան հասանք ստեղ, կրուբեկի վրա շինարարը բիտոներ լծե, այդ բիտոնը սրտն է, ջարտել էր երկու կրուբենը, համ կանալիզացիայի, համ ջրակոծի։ Կողովակները հին չէին, ուղղակի փնտի գործ էին արել, մեծ քարերը վրան գծած, սեղմել տրակտորել էր։ Շինարարական աղբյուր լծրած մաքուր հողի տեղը։ Առանց նկուղ կառուցված շենքերի առաջին հարկերում ամառձմեր խոնավություն է։ Ապրողները գիտեն, որ դրա պատճառը շենքերի տակով անցնող ջրի կամ կոյուղու խողովակներն են, երբ գետնի տակ տեղի ունեցող վթարներն էլ ամիսներով թաքնված են մնում։ Կարին համատիրության նախագահը խորը եւ մեծ վթարներով է համոզվել, որ այդ խողովակները շահագործման օրվանից են վնասված եղել, եւ դրա պատճառը շինարարների անփութությունն է, երբ դրանք ծածկել են շինաղբով։ Այս հողն հետ լիցքը հայդարակ ձևի է կատարած քարը, մեծ քարը։ Հենց առաջորն է կրնալ լծած ժամանակ, հետ իսկի ժամանակ ոդրված է եղել։ Որ նոր փաստի առաջ է կանցի ամբողջ այս մուշի 2010 թվականի հանձնած բնակիչը։ Ցեխի ու կաբահողի մեջ աշխատող վթարավերացման բրիգադները բարդ տեղանքում նոր ջրատար ու կոյուղատար խողովակներ անցկացրին, որից հետո ջրի ճնշումը կարգավորվեց։ Հերթում նույն բակի մյուս շենքն է, որտեղ եւս շենքի տակ ջրակցի վթար է եղել։ Ամեն օր պրոբլեմներ են։ Ամեն օր։ Քանի շարքին դեպանում արդեն ջարտել է, փչացել է։ Բոլոր շենքերում էլ թերությունները միանշանակ Այն հետ որ շախտերի մեջ է խողովակ կոդրված, դրա մասին չէ խոսքը։ Դրանք վերացնում ենք, դրանք շենքի միջի աշխատանքի խնդիր չէ։ Հիմնական խնդիրը այս մուտքի նկուղի հողի հանելու աշխատանքն է։ 2010 թվականից նորակառույցները հանձնելուց հետո մոտ 2 թաղամասում Կարին համատիրությունը 22 շենքերի մոտ 40%-ում մուտքերն է փորել։ Բնակարանների հատակ քանդել եւ փոխել են շահագործման օրվանից վթարված ջրագծերն ու կոյուղատարները։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։